Սրտի տանիքներով Մուսա Production Տաթևի մանկությունը լիդեր լինելը կար փոքր ժամանակ։ Չեմ կարող ասել հենց լիդեր լինելը, բայց ես միշտ զգացել եմ անկախ ինձնից, չգիտեմ պատճառը որն եղել, որ զգացել եմ ուրիշ եմ։ Չեմ ձգտել լիդեր լինել, բայց իմ որոշումների վրա շատ դժվար են ազդել հենց մանկությունից, որովհետև ես իմացել եմ, զգացել եմ, որ այդպես ինձ համար ավելի ճիշտ կլինի։ Նույնիսկ եթե սխալ է եղել։ Իսկ ում հետ ես կապված եղել ավելի շատ պապայի թե մամայի։ Երկուսի հետ էլ, որովհետև իրենք տարբեր ձևով էին լրացնում իմ օրը, հայրս ավելի շատ ինձ հետ արվեստից էր խոսում, ես փոքր ժամանակվանից, քանի որ նկարիչ էր, ես ժամերով իր հետ կարող էի քայլել, ինքը շատ տարբեր թեմաներից էր հետս խոսում, իսկ մայրս բնականաբար պահանջում էր, որ ես լավ սովորեմ եւ այլն, բայց էլի մշակույթը իր մեջ էլ կար, էլի, երկուսի հետ էլ։ Այ որպես դերասանուհի, երբ որ քեզ ասացին, որ հնարավորություն կա լինելու տնօրեն Մհեր Մկրտչյան թատրոնի, վախեցրեց դա քեզ։ Բնականաբար, չհասցրեցի վախենալ, որովհետև շատ երկար չտևեց այդ ընթացքը, վախը մի քիչ սխալ արտահայտություն կլինի երևի, թե ավելի շատ պատասխանատվության մեծ զգացում, որը նման է վախի, բայց այդքան էլ վախ չի, եթե վախենայի, իսկապես դա վախ լիներ, չէի կա, որովհետև վախկոտ հետևից չեն գնում։ Գիտես, ուղղակի, երբ որ մարդ ինքը էմոցիոնալ է լինում, երբեմն դու ստիպված ես հանուն աշխատանքի, հանուն օրինակ թատրոնի շահերի, որտեղ դա այդպես ավելի ճիշտ է, որպես տնօրեն, ոչ որպես մարդ, որպես տնօրեն։ Այստեղ մի հատ կռիվ է, չէ՞, պայքարը մարդու միջև սկսում, որտեղ դու տեսնում ես ինչ-որ մի բան, պիտի ասես օրինակ ինչ-որ մեկին, գիտես դիմումդ գրի եւ դու հիմա պետք չես մեզ։ Բայց դա ստրես է մարդու համար, ինձ թվում է ամեն մարդ դա չի կարող հաղթահարի ու ասի։ Դե դրա համար ես չեմ ասում երբեք դիմումդ գրի գնա։ Մարդը ինքը պիտի ընտրի ու հասկանա ինչքանով է ինքը պետք թատրոնի։ Այո, իմ պահանջներին պետք է համապատասխանի անձնավորությունը, աշխատողը եւ այլն, քանի որ ես էլ նույն կերպ եմ վերաբերվում իմ աշխատանքին ու թատրոնին ու եթե ես այո, այդպես անձնուրաց նվիրված աշխատում եմ, հավատա բոլորից նույնիսկ նույնը չեմ էլ պահանջում եմ գոնե իրենց աշխատանքը լավ կատարեն։ Եթե մարդը զգում է, որ իր տեղը չի կամ ուրիշ ավելի լավ տեղ կա կամ ինքը թերանում է եւ այլն, խնդրեմ։ Քո կյանքում, չգիտեմ հիմա կա տղամարդ թե չկա, բայց ամեն դեպքում եղավ պահ, երբ որ դու Ալեքսին սկսեցիր մենակ մեծացնել։ Գիտես, դերասանուհու աշխատանքը, որքանով էլ որ մենք ունենում ենք ստաբիլ աշխատավարձ թատրոնում, որոշակի նախագծեր, որ այս պահին կան, այս պահին չկան, դա մի հատ մեծ պատասխանատվություն է ու մենակ երեխա պահելը բավականին բարդ է մեր օրերում։ Երբևէ այդ տագնապի զգացումը անհանգստություն ունեցել ես վաղվա օրվա հետ կապված։ Գրեթե ամեն օր, որովհետև ամեն օր ինչ որ բան եմ հաղթահարում ես թե ինքսի մեջ, թե աշխատանքի մեջ, թե երեխայի համար, բայց դա ես ընկալում եմ որպես ստիմուլ։ Դա է երևի թե ինձ առաջ մղում։ Չեմ ասում, որ չի ուզի այդպես չլիներ, ավելի հեշտ լիներ ամեն ինչ, բայց անկոտրում լինելն էլ է հաճելի։ Բայց այդ մեկ բարձի մեջ արցունքներով էլ է լուծվում, չէ՞։ Չէ, այդպիսի պահեր եղել են, շատ քիչ, չէ, ճիշտ հակառակը, ես շատ կենսուրախ մարդ եմ։ Իսկ երբ որ շատ փխրուն ես լինում, կոտրված էմոցիոնալ ես լինում, լաց ես լինում, քույրիկիդ հետ ես կիսվում, ինքդ քեզ հետ ես խոսում, գրում ես, ստեղծագործում ես, խաղում ես, որտեղ ես այդ էմոցիաները թողնում։ Մեծ մասամբ ինքս ինձ հետ, շատ եմ խոսում ինքս ինձ հետ, քրոջս հետ եմ կիսվում։ Ոնց ես քեզ դիմում, տատ? Չէ, չեմ դիմում։ Վայ մի րոպե, լավ հարց էր։
Չէ, ես ինձ չեմ դիմում։ Կռիվ եմ տալիս հետս ավելի շատ։ Ունեք ես ինձ ասում քնարիկ ջան։ Չէ։ Բայց լավ, դա էլ կփորձեմ, կարող ավելի օգնի, չէ։ Քրոջս հետ, բայց շատ հարցերում ես Ալեքսի հետ եմ շփվում։ Այդպեսի խոսք ասում է, եթե չգիտես ինչ անել, երեխային հարցերում։ Ու միշտ այդ ճիշտ է։ Որտեվ անկեղծում։ Հա։ Երբ որ տանը տղամարդ չկա, տղա երեխային միշտ մի քիչ դժվար է լինում մեծացնել, որտեղ ես միշտ իմ սեփական օրինակն եմ հիշում, եղբորս հետ կապված, միշտ մաման ասում էր կարևոր որոշումները պիտի Հրաչյոն ընդունի ու դու պիտի իրան լսես, որ ինքը փոքրուց իմանա, որ իր խոսքը, այսինքն կշիռ ունի, արժեք ունի մեզ համար։ Հիմա դու Ալեքսի հետ ոնց ես վարվում։ Հենց այդպես, տանը տղամարդ կա։ Ու ինքը գիտի, որ ինքն է այդ տղամարդը։ Այս վերջերս մի երկու օր առաջ շատ տհաճ տաքսիստի մի խոսքով տաքսու վարորդի հետ տղաճ խոսակցություն եղավ, իրեն շատ սխալ պահեց ու գիտես ինքը ոնց էր վրդոված պահանջում, որ ես համարը տամ, ինքը հարցերը լուծի։ Բայց Ալեքսն ընդամենը քանի դար է կան։ 13։ Հա, բայց կլուծեր երևի, ուղղակի խղճացի տաքսիստ։ Չէ դա։ Ինքը միշտ է դա իմացել, որ ինքը տան տղամարդն է։ Իսկ ինչն էր պատճառը, որ ձեր հարաբերությունները Ալեքսի պապայի հետ ավարտվեցին։ Հիասթափությունը ինչն էր։ Սերը վերջացավ։ Ամենաճիշտը հենց ավարտվեցին բառն է այստեղ, որովհետև գիտես ես ամեն ինչ կարող եմ ներել։ Ամեն ինչ։ Ես հասկանում եմ, որ մարդը շատ տարբեր իրավիճակներում տարբեր կերպ իրեն կդրսևորի, բայց մի բան կա, որ ես չներեցի։ Դավաճանություն չի։ Ինչն է։ Չեմ կարող դա ասել։ Չեմ կարող ասել։ Շատ գուցե ինչ որ մեկի համար այդքան էլ կարևոր չէ, բայց ինձ համար շատ կարևոր բան։ Բայց դա ինչ որ կին տղամարդ դավաճանություն այդ մարդկային հարաբերությունների մասին է։ Իսկ քո կողքի տղամարդը ինչպեսին պիտի լինի։ Ինձնից ուժեղ, գոնե։ Գոնե մի քիչ։ Որ դու այդ բերդ այդ հոգսերը։ Հա, գիտես, թե իմ արտակինից, թե իմ ապրելակերպից մարդկանց թվում է, որ այդպես ուժեղ կին լինելը հաճելի վիճակ է, բայց չէ։ Ես ուզում եմ թույլ լինել, ես ուզում եմ հոգնել, ես ուզում եմ նվնվալ, ես ուզում եմ լաց լինել։ Հա, երևի թե այդպիսի տղամարդ։ Գիտես, դու խաղում ես Ֆիլոմենա Մարտուրանո, այս վերջերս ի պատիվ մեր թատրոնի ու պատիվ մեր բոլորիս, դու ստացար մրցանակ, Մետաքսյա Սիմոնյանի անվան, հենց Ֆիլոմենա Մարտուրանոյի կերպարով քո, ու նաև քո բեմադրած ներկայացումը, եթե դու մեռնեիր, ստացավ լավագույն կամերային ներկայացում, որովհետև այդ ներկայացումը ես որ տեսա, փայլուն ռեժիսորական լուծումներով ներկայացում է ու լավագույններից մեր քաղաքում խորհուրդ կտամ որ իսկապես գաք դիտելու բայց Ֆիլոմենան էլ գիտես ես տեսել եմ քո դերակատարում ու ինձ շատ ադուր եկել ու ես ինքս երազելով այդ դերը խաղալ ասեցի քեզ ասեցի անկեղծ ասեցի գուցե ես այսպես չկարողանայի անկեղծ բայց ուզում եմ հասկանալ այ Ֆիլոմենան ինչքանով է քեզ նման Գիտես, դա ինքն էլ է ուժեղ կին, չէ՞։ Իր երեխաների համար, այո։ Ապրելակերպով ոչ, դե ճակատակ գիրը։ Բայց մի անգամ փորձին չկարողացա մենախոսության ժամանակ, չկարողացա զսպել արցունքներս ու ինքս ստոպ տվեցի, որ ես միշտ գիտեմ, որ ռեժիսորը պիտի ստոպ տա, ես իրավունք չունեմ, աստիկը ներեք ու դուրս եկա, գնացի, այդպես լավ լաց եղա, հետ եկա, ու հասկացա, որ այն ինչ, որ իմ մեջ կուտակում եմ, բանտեղ չեմ դնում, արհամարում եմ, ասեմ, չէ, ամեն ինչ լավ է, հա, հենց դերերի ժամանակ այդպես պոսկում է լինում, հա, դե, բայց հետո էլի, գիտես ինչն է լավ հենց Ֆիլոմենայի մեջ էլ, որ ինքն էլ է կենսուրախ, իրեն հենց դա է փրկում, պրոբլեմ կա, ոչինչ, լուծեցինք անցանք առաջ, ջարդվեցի, այդպես սպիներ ունեմ եւ այլն, բայց դե կյանքը շարունակվում է, հիանալի ամեն ինչ, հիմա մենք տանիքում նստած խոսում ենք։ Հա, բավոնց։ Դա, իսկ երբ որ օրինակ
սահմանափակ գումար ես ունենում։ Անեք ինձ հետ տենց եղել է, ասել եմ խնդրում եմ մի հատ նշան կտաս, ինձ որ դու հիմա ինձ լսում ես։ Ու անկեղծ անսպասելի տեղից այդ գումարը եկել է։ Հենց ես վերջերս Հա, իսկապես։ իսկապես, հա։ Ու այդպես կներես ընթացեցի։ Ես մի անգամ մեկին խորհուրդ տվեցի, ասում եմ ոնց ես անում, որ այդքան դժվարություններ եւ այլն, ասում ամեն առավոտ ուղղակի ասա շնորհակալություն։ Ու ամեն առավոտ սպասի, որ այսօրը յուրահատուկ լինել։ Հենց ընկճվում ես, երբ ոչ մի բան չի ստացվում։ Այդպես էլ եղավ, հա։ Դու էլ խնդրեցիր, ասիր դուր, եկավ, սպասել։ Շատ լավ է, շատ լավ է։ Բայց այդ պահին զգում ես, որ դու իսկապես հզոր ես, ամեն ինչ քեզնից է կախված։ Խնդրում ես ու ուղղակի խնդրիր եւ քեզ կտրվի։ Հա, իսկապես։ Ուղղակի պիտի հավատաս ու մի քիչ լավ մարդ լինես, էլի։ Թե չէ։ Դա իսկ դու սովորաբար երբ որ շատ ջղայնացած ես լինում, գոռում ես։ Օ, շատ ջղայնացած ժամանակ չեմ գոռում։ Երբ որ դուրս գոռում։ ես գալիս։ Շատ ջղայնացած ժամանակ խաչ եմ դնում։ Ընդմիշտ։ Երբ որ հասնում եմ կատաղության, այդ մարդու հետ ես կշարունակեմ շփվել, բայց ինքը արդեն ներսումը վերջացավ։ հա, փակ դռներ են։ Հա։ Իսկ երբ որ այդ մարդը քեզ թանկ ու սիրելի է լինում, չէ՞, որտեղ մեզ թանկ մարդիկ են ցավեցնում։ Դու փորձում ես հասկանալ, զրուցել, պարզաբանել, թե ինչի է պես, հա։ Ինչև վերջին կաթիլը։ Ինչև որ ինքնախարազանվեմ, հասկանա, որ ես ամեն ինչ արեցի, որովհետև իմ խիղճը պիտի հանգիստ լինի։ Բայց դրանից հետո վերջ։ Այ դու հիմա թատրոնում ուժեղ ես, որտեղ այդ պատասխանատվությունը քեզ վրա է։ Ալեքսի մոտ ուժեղ ես, որտեղ այդ պատասխանատվությունը քեզ վրա է։ Չգիտեմ քույրիկիդ մոտ ուժեղ ես, թե չէ, բայց ես տեսնում եմ ինքը ոնց է քեզնով հիանում ձեր հարաբերությունները քիչ եմ տեսել, բայց ինձ շատ դուր է գալիս։ Գիտես, որտեղ ես որ դու դառնում ես փոքր տաթև, անօգնական ու կարող ես փլվել դա ու մոտ ես, որ կարող ես քեզ դա թույլ տաս։ Եվ իթե ամենաշատը քրոջս մոտ։ Միակը նույնիսկ, որովհետև տղայիս մոտ էլ ինձ թույլ չեմ տա, աշխատանքի վայրում էլ թույլ չեմ տա, ընկերներս էլ ինձ գիտեն որպես այդպես տաթև։ Չնայած լավ էլ ճանաչում են, բայց հա, շատ չենք խորանում։ Քրոջս մոտ։ Ինքը միշտ ցանկացած պարագայում իմ կողքին է ու ինքը չասեմ էլ կզգա։ Իսկ ինքը քեզ լավատեսություն է փոխանցում, թե ուղղակի լսում է։ Չէ, ինքը նույնիսկ ինձ ֆորմուլաներ առաջարկում։ Հա, իհարկե, մենք շատ դժվար հարցերի շուրջ երբ որ խոսում ենք, ինքը ինձ շատ ճիշտ ուղղություններ է տալիս։ Իհարկե, միշտ չէ որ ես լսում եմ։ Բայց մեծ մասամբ լսում եմ։ Իսկ ընկերներից հիասթափություն ունեցել ես։ Մեջքից հարվածներ ստացել ես։ Բազում։ Անսպասելի։ Հա, շատ անսպասելի ու շատ անհիմն։ Եթե հիմնավոր լիներ, կհասկանայիք, ասել դե ես էլ իմ կողմից ինչ-որ բան են չեմ արել։ Բայց երբ որ անհիմն է, բայց պիտի ասեմ, որ շատ ծանր չեմ տարել։ Ժպտացել եմ, որովհետև այդ տարիքից դուրս եմ եկել։ Չեմ հիշում, գուցե ավելի երիտասարդ ժամանակ ծանր եմ, գուցե չէ, հիշեցի, ծանր տարել եմ։ Բայց հիմա չէ։ Ու ասում եմ, օքեյ։ Բայց սովորաբար այդ հարվածները, որ գալիս են, այդ հիասթափությունը, որ ունենում ես, մի անգամ օրինակ ասում են, չէ, երբ որ քեզ մի անգամ խաբեցին, դա դիմացինն է մեղավոր, բայց երբ որ երկրորդ անգամ խաբեցին, արդեն դու ես մեղավոր։ Այսինքն այն մարդը, որը վրիպում է, դու իրան եւս մեկ հնարավորություն տալիս ես։ Հա, տալիս եմ։ Ուղղակի չափ կա, նայած ինչքան եմ մտերիմ, նայած քանի տարեկան է, այդ էլ կապ ունի, բայց դե շատ էլ չի կարելի։ Իսկ կյանքիդ ամենամեծ ճգնաժամը, որ հաղթահարել ես որն է։ Օй, չգիտեմ հաղթահարել եմ թե չէ, բայց մորս կորուստ է։ Բայց չեմ ուզի հիմա խոսել։ Դա չի հաղթահարվում, կարծում եմ երբեք։ Դրա հետ սովորում ես ապրել։
Կարոտում ես։ Իսկ սովորաբար Ես ինչի ասացի կներես մորս, որովհետև հայրս ավելի շուտ էր մահացել ու ոնց որ ավելի կարծրացած լինի այդ վիճակը։ Մի խոսքով, երևի թե հիմա չեմ ուզում դրա մասին խոսել։ ուղղակի հենց այս տանիքում, երբ որ հանդիպեցի իմ սիրելի Լալայի Մնացականյան Աշոտին ամուսնուն, որ ինձ շատ սիրելի հարազատ մարդ է, երբ որ մենք զրուցում էինք, ասում էր քնար, գիտես, ես իր հետ անընդհատ խոսում եմ։ Ու ինքը ինձ համար կենթան, ես գնում եմ տուն, ճիշտ ճաշ եմ պատրաստում, ասում Լալա, գիտես, սենց, այսինքն ես անընդհատ ասում եմ իր հետ կոնտակտի մեջ եմ։ Մեկ-մեկ, երբ որ մենք մարդուն շատ ենք կարոտում, սկսում ենք իր հետ խոսել, կապ չունի, որ ինձ թվում է միևնույն է, այդ հոգին ապրում է։ Դու խոսում ես։ Ես անընդհատ եմ զգում ներկայությունը։ Ինքը քո պահապան հրեշտակն է։ Հա, ուղղակի ես դժվար եմ խոսում դրա մասին։ Հա, այդպես էլ կա։ Երբ որ ասեցի դու բեմադրում ես ներկայացումներ, որտեղ կանանցի դերակատարումները կնոջ դերը ֆանտաստիկ դերեր են, այսինքն գիտես ինչ դերեր են, երբ որ դերասանուհին կարող է իր բոլոր գույները ցույց տա։ Մարտահրավեր է դա։ Ոնց է լինում, որ օրինակ ռեժիսոր Տաթևը ներսի դերասանուհու Տաթևին հաղթում է։ Ու չի լինում այդ որ ես էլ կարա ես խաղայի։ Այս լավ բան անում եմ, բայց ես չխաղա։ Հա, ուզում եմ մտածել։ Նախ այն դերերը, որ ունեցել են իմ դերասանուհիները, ես չեմ ուզել խաղալ ինքս։ Ինչ հետաքրքիր է։ Հա։ Ու առհասարակ ես վերջերս շատ էլ չեմ ուզում խաղալ։ Ինչու՞։ Մի տեսակ մաշված եմ, ուզում եմ հավաքել։ Պիտի ինչ-որ բան անելիս լավ անես։ Ուզում եմ նախ ֆիլմ են անել ոնց որ արդեն հիմա որ կա, ես ընթացքի մեջ եմ։ Կուզեմ մի քիչ դադար, հետո հաստատելի կուզեմ խաղալ։ Բայց որպես ռեժիսոր ես ախր շատ եմ սիրում դերասանի այդ աշխատանքը, շատ։ Այն միակ բանը, որ որպես դերասան եմ ինձ զգում, որ ես մինչև այն մանրակրկիտ մանուկների վրա շատ խորացող ռեժիսոր եմ ու ամեն ռեժիսոր չի այդպես մանուկների վրա կանգառն է, էլի։ Դու համել էսթետ ռեժիսոր ես։ Գիտես ինչի, որտեվ քո ներկայացումների մեջ կա մի հատ էսթետիկա, որ դա երևում է։ Չգիտեմ, չեմ կարող ասել, դա ֆրանսիական օծանելիքի բույր է, թե ինչ բույր է, բայց ինքը տարբեր է։ Բայց լավ է, շնորհակալ եմ։ Հա, իսկապես այդպես է։ Հա։ Գումարիդ մեծ մասը ինչի վրա ես սիրում ծախսել։ Տղայիս։ Իսկ դու առնում ես իրան ինչ-որ տարբեր այն ինչ-որ ինքը ցանկանում է, այսինքն թե ինչ-որ պարապմունքների, ինչին ես էլի մեծամասամբ գումարդ նվիրում։ Գիտես ոնց, ես երբ որ զգում եմ, որ շահակոսների վրա շատ չեմ սիրում ծախսել ու իրեն էլ ուզում եմ սովորեցնել, որ անընդհատ հագուստ առնել այդքան էլ ճիշտ չի, հազար ու մի տարբեր հաճելի բաներ կան, որ կարելի անել, բայց երբ որ ուզում եմ դա ճաշակ ձևավորվելու այդ կապ ունի, ինչ որ ավելորդ, ինչ որ հագուստ ինքը, որ ուզում եմ ասում եմ լավ, որովհետև այդտեղ ուրիշ հանգամանքներ կան, անհատականությունն է, անհատականությունը իր ձևավորելու համար, էլի, բայց հիմնականում ես կարծում եմ, որ փողերը պետքա ծախսել ճանապարհորդելու վրա։ Դե ամբողջ աշխարհը տեսնեն։ Իսկ դու քեզ որ նկնում ես շոփինգի, հեշտ ես դա հաճիկով ես ինքդ քեզ համար անում։ Հա, իհարկե հաճիկով եմ անում, բայց այնքան արագ եմ անում, գիտես ոնց, ես արագ քայլում եմ, ես ժամերով նայող նախապես որոշում ես ինչ ես ուզում առնել, թե գնում ես պահի։ Որ որոշեմ չեմ գտնի։ Ահա։ Չի լինում երբեք։ Այդպես ուղղակի օրեր է լինում, որ ես գնում եմ պտտվելու։ Ու շատ արագ քայլելով ես զգում եմ, որ էսիմներ, այդպես արագ վերցնում եմ, մի 20 բան, մեկը ընտրում եմ, դուրս եմ գալիս։ Շատ արագ եմ անում ես։ Իսկ այսինքն եթե դու նախատեսել ես շոփինգիդ համար, օրինակ X գումար, երբ որ մի բան էլ տեսնում ես, որ այդ գումարը գերազանցում է, դու դա քեզ թույլ ես տալիս, թե չէ։ Ես աշխարհը կշրջեմ ու կառնեմ այդ։
պարտադիր, եթե ես մի բան Հավանեցի, հա, կապ չունի, կհերիքի, չի հերիքի, ոնց կլինի։ Հա, բա ոնց։ Հասկացա, բայց դու ես չէ պատասխանատուն ձեր ընտանիքում, այսինքն ֆինանսը քո ձեռքին է, հա? Իսկ դու քեզ ամեն օր հաշիվ տալիս ես, ինչքան ծախսեցիր կամ ինչքան մնաց քարտիդ վրա։ Ամեն օր չէ։ Երբեմն վախենում եմ բացել։ Ու տեսնես ինչքան է չէ մնացել։ Հա, կամ էլ գիտեմ ինչքան է բացում, ասում կարող է ավելացավ, բայց որտեղից չգիտեմ։ Իսկ քեզ ավելի հաճիկ է պատճառում, երբ որ դու քարտով ես գնում ներանում, թե կանխիկ։ Քեշը էլ տանել չեմ կարողանում։ Դա դու բայց գիտես մի բանկիրից ինչ խորհուրդ եմ լսել։ Ասեց գիտես փողը բանկում ես, չէ՞, պահում, ասեց, բայց միշտ ձեռքիդ կանխիկ ունեցի։ Օրինակ երեկոյան քնելուց առաջ անպայման ասում է փողը սիրում է, երբ որ դու իրան սիրում ես ու փողը էներգիա։ Դնեմ բարձից տակ։ Չի ասում է պարտադիր դու պիտի հաշվես այդ գումարը։ Հետո էլի դնես այդ տեղը դրամապանակա, չգիտեմ ինչ, ու բարբերաբար դու հաշվես, որ այդ գումարը ավելանա։ Փորձեմ այսօրվանից։ Իսկապես փորձի։ Կարևորը բանկիրաս։ Բանկիրաս։ Նայ մենք ունենք մի գործընկեր, խոսքը կտուր կետայեմի մասին է, որ հիմա ունի փայլուն առաջարկ, քանի որ ես չգիտեմ մեր տանիքը ինչ վիճակում է, թատրոնից մա լավ վիճակում է, որտեղ վերջերս են վերանորոգել, բայց մարդ ես, եթե կաթում է կամ տանիքը վնասված է, կտուր կետայեմը առաջարկում է փոխարինել տանիքը կամ վերանորոգել։ Ուրեմն իրենք գալիս են վերանորոգում են կամ փոխում են տանիքդ եւ քեզ նվիրում են այդ դեպքում օթորակիչ։ Վաու։ Ընտիրա, չէ։ Համ տունդ էլ չի կաթում, տանիքդ չի կաթում։ Համ էլ դու ձեռքես բերում օթորակիչ ու տանում ունեն մեզ այն ջերմաստիճանը, որը որ ցանկանում ես։ Ընտիր։ Այնպես որ զանգահարեք 812 կտուր կետայեմ եւ այնտեղի բարե համբույր մեր գործընկերները սիրով ձեզ կներկայացնեն բոլոր պայմանները։ Վախեր ունես, ամենամեծ վախդ ո՞րն է։ Ամենամեծ վախը, երևի թե ինչ որ բոլորս ունենք, ինչ որ մեկին կորցնելը։ Էլ ինչ վախեր կան։ Չէ, գլոբալ մենակ էդ, որովհետև չես զում կորցնել քեզ հարազատ մարդկանց։ Կին տղամարդ հարաբերություններում, երբ որ տղամարդը շանսեր ունի քեզ դուր գալու, ինչ պիտի նկատես իր բնավորության մեջ, որ դա մեծահոգությունն է, դա ազնվությունն է, դա տաղանդն է, դա հոգատարությունն է։ Հիմա տարիքի հետ բոլորս ուզում ենք, որ մեր կողքի մարդը մի քիչ ավելի հոգատար լինի։ Չգիտեմ ոնց, բայց պիտի միանգամից վստահություն ձեռք բերի։ Չգիտեմ ոնց, այդ արդեն ինքը թող մտածի։ Իսկ խտրականության մասնագիտության հետ կապված կուզես քո բնագավառից լինի, թե իմ բնագավառից թող չլինի։ Օրինակ ես չի ուզում, որ իմ ամուսինը դերասան լինի։ Ես չէ, հատուկ բան չկա, բայց այդքան էլ չէի ուզի, հա, այդքան էլ չէի ուզի։ Որովհետև գիտես ինչի, ոչ թե հենց մեր մասնագիտության հետ կապված, այլ կուզեմ մենք տարբեր աշխարհներից լինենք, որ ինքը ինձ հետաքրքր լինի, ես իրեն, ինքը ունենա իր ընկերական շրջապատը, ես իմը, այդպես երբեմն հանդիպեն, երբեմն չհանդիպեն, որ նույն ափսեի մեջ չլինենք, էլի անընդհատ։ Իսկ Ալեքսի հետ կապված։ Ես ասել եմ, ինչ ուզում ես արա, պիտի փող աշխատես։ Եթե նույնիսկ ուզում ես արվեստով զբաղվել, Ես ի նկատի ունեմ այդ տղամ միշտ երբ որ մարդ երեխա ունենում իր կյանքում հնարավոր է գան նոր տղամարդ միշտ առաջի հերթին անհանգստանում է երեխայի հետ կապված հարաբերությունների մասին փոխհարաբերությունների հետ կապված օրինակ Ալեքսը պատրաստ է ինքը որ քո կյանքում կարող է ուրիշ տղամարդ հայտնվի Ալեքսը ոչ թե պատրաստ է Ալեքսը ինձ դրա մասին ասում է ու միշտ ասել Գիտես ես մամայիս ասում եմ եթե դու ուրիշի հետ ամուսնանաս ես ինձ 800 թարքից կգցեմ հետո ասեցի ինչ հիմար է ես մամա ջան կներես Չէ Ալեքսը նույնիսկ ավելի փոքր էր այն ժամանակ ասում էր նույնիսկ ասում էր իսկ ես մեկը ասում էր չէ հիմա էլ կանդիդատներ դու առաջարկում բայց հա օքեյ է իր համար նորմալ բան է դա իհարկե մաման պետքա ուրախ լինի մամային պետքա հեշտ լինի Բայց հետաքրքիր է, ի սկզբանե ինքը այդպեսին է եղել տատ։ Խանդ չի ունեցել։ Չէ։ Իմ տղան չափից
Շատ բարի է։ Հա, երևում է իրանից այդ։ Իսկ դուք ընկերներ եք Ալեքսի հետ, ինքը իր խնդիրներով գալիս քեզ հետ կիսվում, հա։ Ուղղակի կան տղայական խնդիրներ, որ ինքը ասում է այդ քո գործը չի։ Ո՞մ հետ է խոսում։ Ընկերներ ունի, մեծ ընկերներ ունի, եղբայր ունի, այդպես խոսում են, այդ հարցերին շատ դժվար, ինձ սովորեցնում եմ չխառնվել։ Բայց դա պետք է որ ինքը կայանա։ Տղայական թեմաները։ Հա, որովհետև մենք միշտ անհանգստանում ենք, ուզում ենք իրենց փայփայենք, հանկարծ կռիվ չլինի, ոնց կարող ենք մենք ինքներս այդ հարցը լուծել։ Սխալ է։ Սխալ է։ Բայց այդ շատ դժվար ինձ տրվեց, որովհետև ես այն մամաներից եմ, էլի, որ միշտ ամեն ինչ պիտի, վայ, ես ինձ վրա աշխատել եմ շատ։ Ու ինքն էլ ասել, էլի, դրա մասին, որ հերիք է։ Տատ, սովորաբար ես միշտ մեր հերոսներին հարցնում եմ, շատ բան մենք մեր երեխաներից ինքներս ենք սովորում։ Այ Ալեքսը քեզ ինչ է սովորեցրել։ Ալեքսը նախ ինձ սովորեցնում է այն ինչ որ կապված է նոր այս տեխնոլոգիաների հետ։ Ցանկացած հարց Ալեքսը լուծում է։ Իսկ մարդկային առումով չընկճվել, որովհետև սկզբում շատ դժվար էր, որ հենց լացս գալիս էր եւ այլն չէր թողնում, գալիս էր կանգնում էր այսպես չլացես։ Ու չլաց չէ լացում։ Այդպես էլ սովորեցի, որ ժպտալը ավելի լավ է։ Գիտես, դու ուներ կտրուկ կարճ մազեր, շեկ մազեր ու բոլորը քեզ այդպես ճանաչում տարբերում էին, որովհետև դու շատ վառ էիր այդպես, հիմա էլ ես շատ վառ ու շատ տարբեր, բայց ուզում եմ ասել, այդ կտրուկ փոփոխությունը նախ դու ունեցել ես երկար մազեր։ Ինչ եղավ, որ Տաթևը գնաց մազերը կարճ կտրեց, ստրես էր, որովհետև կինը սովորաբար այդպես ուզում է ինչ որ հարցեր լուծի իր համար։ Կարճ կտրելը կապված էր թատրոնից դուրս գալու հետ, ուզում էի թատրոնից դուրս գալ, այն ժամանակ Ալեքսանդր Սամսոնիչն էր, Գրիգորյանը։ Ստանիսլավսկու թատրոնում ես նա խոսքը։ Ասաց չէ, դուրս չես գալու, ես էլ գնացի ներկայացում ունեի, գնացի մազերից կարճ կտրեցի, ասեց մազերդ կարճացան, բայց խելքդ չավելացավ, բայց հետո դուրս եկա միևնույն։ Բայց ինչ էիր ուզում դուրս գայր տա։ Ես այդ թատրոնից 4 անգամ դուրս եմ եկել։ Համ լավն էր, համ ես զգում եի, որ այդքան էլ իմ տեղը չի։ Ամեն մեկս մերը պիտի գտնենք, չէ։ Այդ էր պատճառը։ Հետո այդպես մնաց ու մնաց։ Հետո գիտես ինչն է լավ, որ այդ թվերին ոչ ոք Երևանում կարճ մազեր չուներ։ Չուներ։ Էն էլ շեկ։ Ես միակն էի, այդպես ըմբոստություն էր, էլի։ Հետո շատերը սկսեցին անել, ես էլ երկարացրի։ Իսկ հիմա դու մուք մազեր ունես։ Շատ անկեղծ հարց տամ, դա կապ ունի թատրոնի կարգավիճակի պաշտոնի հետ, այսինքն տնօրեն լինելու հետ դա կապված ծա թե ոչ։ Չեմ կարծում, որ ուղիղ կապ ունի, բայց եւի թե հոգեվիճակի հետ կապ ունի։ Հա։ Այնպես չի որ դարձա տնօրեն մազերից երկարացրեցի, բայց ներսս ինչ որ բան հա երևի պահանջեց, որ անեմ դա։ Իսկ դա քո հագուստի ոճի վրա ազդում է։ Չէ, տրամադրության։ Չէ, ուղղակի ավելի հեշտ եմ հիմա ընտրում հագուստ, առաջ ավելի դժվար էր կարճի հետ։ Կարճի հետ շատ էի մտածում։ Հիմա չէ, հիմա պարզապես ավելի հեշտ է։ Գիտես, սովորաբար անգամ լավ փոփոխությունները մենք շատ ծանր ենք տանում, ստրեսային է։ Բայց դες դու ասում ես 4 անգամ նույն թատրոնից դիմում եմ գրել, դուրս եմ եկել։ Դες ես արդեն վախենում եմ ասել, բայց 20 քանի տարի ես Մեհեր Մկրտչյան թատրոնում եմ։ Ինձ համար այդ փոփոխությունները շատ ծանր են տրվում հիվանդակին, որտեղ ես կարճում եմ մարդկանցից, տեղից, ու այդ մարդիկ չեմ կարողանում, փոփոխությունը ինձ շատ ծանր է տրվում։ Իսկ այդ փոփոխությունը նոր մարտահրավեր է քեզ համար, դու հեշտ ես ստանում այդ փոփոխությունները։ Հա, ես առանց դրա չեմ կարող։ Նույնիսկ տեխնիկային թատրոնում էլ 25 տարի եմ աշխատել, բայց այնտեղից էլ մի անգամ էլի դուրս եմ եկել։ Բայց դա ինչ որ կոնֆլիկտի ֆոնի վրա է լինում, թե դու ուղղակի տենց չգիտեմ, ինձ մոտ պահ է գալիս, որ ես կտրուկ մի բան պիտի փոխեմ։ Ու եթե ես դա չանեմ, դա շատ վատ կանտրադառնա ինձ վրա, շրջապատիս վրա,
Դե աշխատում ես շատ հիմար բաներ չանել այդ ժամանակ, բայց առանց դրա ես չեմ կարող։ Դա լինում են կյանքում շրջադարձային պահեր, բեկումնային պահեր յուրաքանչյուրիս կյանքում ու լինում են այդպիսի մարդիկ։ Այ կա այդպիսի մարդ քո կյանքում, ուսուցիչ, ղեկավար, չգիտեմ, անծանոթ, որի հետ հանդիպումը ասած ճակատագրական է եղել քեզ համար։ Դե կարծում եմ առաջինը, որ ասացիր ուսուցիչն է, հիշեցի պարոն Բաբյանին, որովհետև իսկապես ճակատագրական է եղել, ես պատահական եմ ընկել իր կուրս, ես Ռուսաստանում մի տարի սովորեցի, եկա ու պատահական առանց ճանաչելու հայտնվել եմ իր կուրսում, ուզել եմ գնալ, փորձել եմ գնալ, չեմ ուզել, տեխնիկային, վայ, չեմ ուզում եւ այլն, հետո մնացի ու ճիշտ եղավ, որովհետեւ շատ հարցերում նույնիսկ ես իր հետ չխոսելով, մտքում իր հետ խոսում եմ։ Մի անգամ ասեցի, ասում եմ, հուսամ ձեր փոխարեն ճիշտ որոշում կայացնեմ։ Բայց հա, կան այդ տեսակ մարդիկ ու լավ է որ կան։ Տատ, օրինակ, երբ որ ինձ Ալբերտ Մկրտչյանը հրավիրեց թատրոն, այդ ժամանակ ես ռեժիսորական կուրս եմ ավարտել ու իմ ռեժիսորական աշխատանքը տարվա լավագույն դիպլոմային աշխատանք ճանաչվեց, ինքը ինձ հրավիրեց որպես ռեժիսոր թատրոն։ Ու ես եկա ասի, բայց ես չեմ ուզում բեմադրեմ, ասի ես ամենաշատը խաղալ եմ սիրում, ու եթե դուք ինձ որպես դերասանուհի ընդունեք, ես շատ ուրախ կլինեմ, ինքը ինձ թատրոն վերցրեց որպես դերասանուհի։ Հիմա երբ որ դու պետքա գայր Մհեր Մկրտչյան թատրոն որպես տնօրեն, դու երևի գիտակցում ես, չէ՞ որ որպես դերասանուհի կսկսես մի քիչ ավելի քիչ խաղալ, որովհետև այդ զբաղվածությունը եւ այլն։ Դա քեզ համար ցավոտ չէր այդ պահին։ Դու ցենց նժարի վրա Չէ, ցավոտ չէր։ Շատ մեծամիտ է հնչել հիմա, բայց հագեցած եղել եմ դերերից։ Մինչև վերջ հագեցած չեմ, էլ եմ ուզում բնականաբար, բայց սա էլ ինձ համար նոր ինչ-որ բան էր, բայց ես միանշանակ ասել եմ, որ ես Մհեր Մկրտչյանում չեմ խաղալու, այդպես որոշել եմ, բայց Լյուդվիգ Հարությունյանը այդպես չորոշեց։ Իսկ սովորաբար, երբ որ դու մի դեր ես ստանում, դու արդեն գիտես, որ դա ստացվելու է քեզ մոտ, թե լինում այն։ Ես գիտեմ, որ չի ստացվելու։ Ես վստահ եմ, որ չի ստացվելու։ Ես Լյուդվիգի կյանքը կերել եմ։ Ես ամեն անգամ գնում եմ, ասում եմ, ես վատն եմ։ Բայց չէ, ինքը համոզել է ինձ, որ ինձ մոտ նորմալ է ամեն ինչ, ու ես դա կարող եմ անել։ Իսկ բացի Ֆիլոմենայից առհասարակ միշտ այդ բախում ունենում ես ինքդ քեզ։ Միշտ ու կապ չունի ինչ դերա, տեխնիկային դերա։ Ես մի անգամ նույնիսկ հիշում եմ, այնքան էի լարվել, ներկայացման ընթացքում լարվելուց վատացա, դուրս եկա բեմից, հետ եկա։ Ես միշտ կասկածում եմ, հա։ Ուղղակի ինձ մոտ էլ մի քիչ չափից շատ է, էլի կուզեի, որ նորմալ է, որ մտածում ես, բայց այդքան չէ։ Տատ, որոնք են քեզ համար են փոքրիկ ուրախությունները օրվա մեջ, որ քեզ համար դա շատ թանկ, այդ ակնթարթ է, երջանիկ ակնթարթ է։ Դե ամենան, երբ որ անսպասելի տղաս գալիս է ինձ գրկում է։ Կամ ինչ-որ բան ռիլա ուղարկում մամաների մասի։ Դա քրքիր է։ Գիտես, երբ որ Լամբորգինիի հետ վարում ենք, ու ինձ թվում էր դա ինքը շատ հարուստ մարդ է, չէ, փոքրուց տենց այդ հարստության մեջ է մեծացել։ Երբ որ ես իրան հարցրեցի, ինքը առաջի անգամ, որ դուք այսինքն ոչ մեկ էլ ինձ նման բան չէր ասել, ինքն էլ ասեց, երբ որ իմ երեխաները իրանց սերն են ցույց տալիս իմ հանդեպ, ասում եմ, միշտ չի, չէ, որ դա ասվում է կամ ցույց են տալիս գրկախառն, ասում եմ, այդ պահերը ինձ համար ամենաթանկ պահերն են։ Ու անսպասելի, որովհետև հիմնականում, քանի որ այդ տարիքն է, որ գնում եմ ես գրկելու, ասում եմ, մի կպի, բայց որ ինքն է գալիս, աշխարհը արդեն փոխվում է։ Իսկ կյանքի հաճույքների հետ կապված, օրինակ առավոտյան սուրճը մի փոքրիկ ամպեման ծաղծրով, ինձ համար երջանիկ ակնթարթ է, իմ պատշգամբում։ Քեզ համար դա ո՞րն է։ Օրվա ընթացքում։ Օրվա ընթացքում առավոտյան, չգիտեմ։ Դե սուրճը պարտադիր։ Բայց առանց քաղցրի։ Հա, ու բայց շատ։ Հա, ֆիլտր պարտադիր։ Էլ ինչը։ Գիտես ինչը, որ ես մի անգամից չեմ գալիս թատրոն։ Ես մի քիչ մարդ եմ տեսնում, փողոց եմ տեսնում, ինչ որտեղ քայլելով ինչ որտեղ պիտի գնամ,
Այդ բայերը ես Իսկ երբ որ գնում ես օրինակ տան համար գնումներ կատարելու, մտնում ես սուպերմարկետ, առաջինը այն որ դու շատ ես սիրում, մարտակամը առնում է, չէ՞, ինչ որ սիրում է կամ երեխան է շատ սիրում։ Որոնք են այդ մթերքները, որ քո սառնանում պարտադիր պիտի լինի տա։ միրգ, Ահա։ միրգ գժվում է մրգերի համար, երևի թե բոլոր միրգը պարտադիր պիտի լինի տանը, բայց իմ տղան մենակ խնձորաուտ։ Սկաց։ Հա, դրա համար ամեն միրգ առնելիս ցավով է մանդարին չի ուտում, հա, ոնց որ թե դավաճան եմ էլ, ինչ որ ապուշ զգացողությունը։ Ըստ քեզ այսօր կնոջ ինչն է գեղեցկացնում։ Երջանկությունը։ Երջանիկինը միշտ գեղեցիկ է։ Ներդաշնակ լինելը, ինչը հիմա շատ դժվար է մեր պանիչսկի այս վիճակների մեջ բոլորս բան ենք, անհանգիստ ենք։ Դատ երբ որ շատ ջղայնացած ես լինում, վատ բառեր օգտագործում ես։ Մտքում պարտադիր, պարտադիր։ Կամ մի բառ, որ ասում ես ու հանգստանում ես։ Հա, Այդ եթերային է։ չէ, Չէ։ բայց ռուզերեն։ Իսկ ինձ որ obsess կոտրում։ Չէ, Չէ։ բան չեմ կոտրում։ Հա, ռուսերեն վատ բառ ես ասում ու Հա, ամեն ինչ տեղն է անգնում։ հա, բանի չի հասնում այդ կռվի։ Տատ մենք ունենք ընկեր, գործընկեր, խոսքը մեր սիրելի Ամիո բանկի Visa Platinum քարտի մասին է, ու ես շատ եմ սիրում այն հատկապես նվիրել իմ արտիստ ընկերներին, ովքեր ճանապարհորդում են, գնում են հյուրախաղերի կամ հանգստի։ Ամիո բանկը 3 բլից հարց է քեզ համար պատրաստել, ընկերության հետ կապված։ Ինչը կարող է ընկերությունը քանդել։ Սուտ է, Ընկերությունը քեզ համար արագ ռիթմիկ երաժշտություն է, թե հանգիստ։ հանգիստ։ Մեկ ընկերոջ հետ խորը դանդաղ խոսակցություն, թե հավեսով ընկերներով աղմկոտ հանդիպում։ Հիմա արդեն մեկ ընկերոջ հետ։ Առաջ չէ։ Շատ լավ։ Ուրեմն այս քարտը քեզ եմ հանձնում, Ամիո բանկի Visa Platinum, հիմա պատմեմ։ Ուրեմն մտար օթանավական, չէ՞, ճամպրուկներդ անվճար փաթեթավորեցին։ Հետո այն գրանցման հերթերին չես սպասում, որտեվ դու ունես այս քարտը։ Գնացիր բիզնես սրահ, սիրուն սթորիներ չես անում դու, բայց պետք է անես էլ, եւ սիրուն սթորիներն ես նկարում, շամպայն ես ընտրում, ինչ ուզում ես հյուրասիրվում ես։ Հետո գնացիր արտերկիր, չէ՞, ընկերներիդ հետ կարես մեքենա վարձես 30% զեղչով։ Աստված մի արած փչացավ, չէ՞, այդ մեքենան գալիս են անվճար սարքում, որտեվ դու այս քարտը ունես։ Ու մի բան էլ ասեմ, օրինակ թռիչքդ հետաձգեցին, չէ՞, որոշ ժամեր անց պարտավոր են քեզ գումարի տեսքով կոմպենսացնել, քանի որ դու ունես այս ընտիր քարտը։ Շնորհակալ եմ շատ։ Հիմա տանիքում խմելու ենք մեր հարազատ գինին։ Ֆրունզիկը Պրոշյանի կոնյակի գործարանի կողմից պատրաստված սիրով լի։ Ու իրենք ասում են, որ այն ժողովրդի սերը, որ կա Ֆրունզիկի հանդեպ, միշտ ուզեցել են ամեն կաթիլի հետ ներդնեն այս գինիներում, որը որ մեզ շատ ծանոթ է։ Մեր պրեմիերաներին մենք միշտ այս գինին ենք վայելում։ Ես շատ սիրում եմ հենց ռոզեն։ Ռոզեն, հա։ Պես պաստորեն ոչ ման հենց այնպես չի լինում։ Այո։ Այ հիմա իմ համար սա երջանիկ ակնթարթ է։ Այս արևը, այս գինին, այս ներքևից հնչող երաժշտությունը, քո ընկերակցությունը գնացինք բլիցի։ Ստաբիլություն թե ազատություն։ Ազատություն։ Մտքով թե սրտով։ Սրտով։ Վերջին անգամ երբ ես լաց եղել։ 3։ Ումից ես ներողություն խնդրել։ Տղայիցս 3։ Ասում որ հանդիպես ինչ կասես։ Շնորհակալ եմ։ Ես էլ քեզ եմ շնորհակալ այս անկեղծ զրույցի համար, այս ջերմ զրույցի համար։ Իսկապես շատ ջերմ։ Հիմա ուզում եմ որ այս մի կումն էլ վայելենք ու հետո բարձր գորանք, որ իմ ամենասիրելի հակադեպրեսանտն է։ Գորալու է։ Տանիքից։ Լավ։ Հաղորդման գործընկերն է Պրոշյանի կոնյակի գործարանը։ Կտուր կետեյեմը։ Ամիո բանկ։ Մուսա Production։ Սրտի տանիքներով։